Ամուսինս Արմենը իդեալական տղամարդ էր։ Բարի, հոգատար, աշխատասեր։ Մենք ամուսնացած էինք արդեն 3 տարի, եւ թվում էր, թե մեր կյանքը հեքիաթ է։ Բայց այդ հեքիաթում կար մի մութ կետ, որը ինձ հանգիստ չէր տալիս։ Դա Արմենի մանկության ընկերն էր՝ Գոռը։ Գոռը տարօրինակ էր։ Նա հաճախ էր գալիս մեր տուն, նստում էր անկյունում, քիչ էր խոսում եւ անընդհատ ծխում էր։ Բայց ամենասարսափելին նրա հայացքն էր։ Նա միշտ նայում էր ինձ։ Դա սովորական հայացք չէր, դա տղամարդու հետաքրքրված հայացք չէր, ոչ էլ ընկերական ժպիտ։ Նա նայում էր ինձ սառը, ծակող եւ միևնույն ժամանակ լարված հայացքով։ Կարծես ուսումնասիրում էր ինձ, կարծես սպասում էր ինչ-որ բանի։ Ես մի քանի անգամ ասել էի Արմենին. «Արմեն, Գոռը ինձ վախեցնում է, նկատել ես ոնց է նայում, կարծես մտքին մի վատ բան կա»։ Արմենը միշտ ծիծաղում էր ու գրկում ինձ. «Անի ջան, դու չափազանցնում ես, Գոռը պարզապես փակ մարդ է, նա կյանքում շատ դժվարություններ է տեսել, դրա համար էլ այդպես մռայլ է, նա իմ եղբոր-պես է, նրանից մի վախեցիր»։ Բայց ես վախենում էի։ Երբ նա մեր տանն էր, ես աշխատում էի խոհանոցից դուրս չգալ։ Ինձ թվում էր, թե նա հիվանդագին մոլուցք ունի իմ հանդեպ։ Մտածում էի՝ մի օր Արմենը տանը չի լինի եւ Գոռը կփորձի ինձ վնասել։ Եվ ահա եկավ այդ չարաբաստիկ օրը։ Աշուն էր։ Դրսում անդադար անձրև էր գալիս։ Արմենը պետք է մեկներ գործուղման 3 օրով։ Նա աշխատում էր շինարարական ոլորտում եւ հաճախ էր բացակայում, բայց այս անգամ ես ինչ-որ անհանգստություն ունեի։ Նա համբուրեց ինձ, ասաց, որ շուտ կվերադառնա եւ գնաց։ Ես մնացի մենակ։ Տունը դատարկ էր ու լուռ, միայն անձրևի ձայնն էր լսվում։ Ժամը մոտ 11 էր, երբ ես որոշեցի քնել։ Հենց այդ պահին դուռը զանգեցին։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Ով կարող էր լինել այս ուշ ժամին։ Մոտեցա դռանը եւ նայեցի դիտանցքից։ Ոտքերս թուլացան։ Դռան հետևում Գոռն էր։ Նա կանգնած էր անձրևի տակ, թրջված վերարկուով եւ ուղիղ նայում էր դռանը, կարծես գիտեր, որ ես այնտեղ եմ։ «Անի», լսվեց նրա խուլ ձայնը։ «Գիտեմ, որ դռան հետևում ես, բացիր»։ Ես հետ քաշվեցի։ Սարսափը պատեց ինձ։ Իմ ամենավատ մղձավանջը իրականանում էր։ Ամուսինս քաղաքում չէր եւ այս տարօրինակ մարդը եկել էր իմ հետևից։ «Գնա այստեղից, Գոռ», գոռացի ես դողացող ձայնով։ «Ես հիմա ոստիկանություն կկանչեմ»։ «Կանչիր», հանգիստ ասաց նա, «բայց մինչև նրանք կգան ուշ կլինի։ Խնդրում եմ, Անի, բացիր դուռը։ Ես պետք է քեզ մի բան ցույց տամ։ Խոսքը Արմենի մասին է»։ Արմենի անունը լսելով ես մի պահ քարացա։ Ինչ էր պատահել։ Միգուցե վթար, բայց հետո մտածեցի սա հնարք է, նա ուզում է, որ ես դուռը բացեմ։ «Ես չեմ բացի», ասացի ես, վազելով խոհանոց եւ վերցնելով ամենամեծ դանակը։ «Հեռացիր»։ «Անի», Գոռի ձայնի մեջ այլևս սպառնալիք չկար, այլ հուսահատություն։ «Նա գնացել է։ Նա քեզ ասել է, որ գործուղման է գնում, չէ՞, բայց նա հիմա օդանավակայանում չէ։ Նա քաղաքի մյուս ծայրում է։ Եթե հիմա դուռը չբացես եւ չլսես ինձ, վառը առավոտյան դու կարող ես չարթնանալ»։ Այս բառերը «կարող ես չարթնանալ» սառեցրին արյունս։ Ինչի նկատի ուներ։ Հետաքրքրությունը եւ վախը խառնվեցին իրար։ Ես դողալով մոտեցա դռանը, շղթան գցեցի եւ կիսով չափ բացեցի։ Գոռը կանգնած էր, ջուրը կաթում էր դեմքից։ Նրա աչքերում այլևս այն սառը հայացքը չէր, այնտեղ վախ էր, իսկական մարդկային վախ։ «Ներս թող», ասաց նա, «խնդրում եմ, ես քեզ չեմ դիպչի, ես պարզապես ուզում եմ, որ դու ողջ մնաս»։ Ես չգիտեմ ինչու, բայց բացեցի դուռը։ Միգուցե նրա աչքերի անկեղծությունը ինձ համոզեց։ Ես դանակը ամուր սեղմել էի ձեռքիս մեջ։ Գոռը ներս մտավ, բայց ինձ չմոտեցավ։ Նա հանեց բաճկոնի գրպանից մի ծրար եւ դրեց սեղանին։ «Կարդա», ասաց նա։ Ես դորացող ձեռքերով վերցրի թղթերը։ Դրանք բանկային փաստաթղթեր էին եւ ապահովագրական պայմանագիր։ «Ինչ է սա», հարցրի ես։ «Արմենը խաղամոլ է, Անի», ասաց Գոռը ցածր ձայնով։ «Նա պարտքեր ունի, ըհռելի պարտքեր։ Նա գրավ է դրել այս տունը, կեղծելով քո ստորագրությունը։ Բայց դա ամենասարսափելին չէ։
Նայիր երկրորդ թղթին։ Ես նայեցի, դա կյանքի ապահովագրություն էր, իմ անունով, գումարը հսկայական էր, եւ շահառուն Արմենն էր։ Պայմանագիրը կնքվել էր ընդամենը 1 ամիս առաջ։ Նա այսօր գործուղման չի գնացել, շարունակեց Գոռը։ Նա սպասում է։ Նա պլանավորել է, որ այս գիշեր այս տանը գազի արտահոսք է լինելու։ Աչքերս մթնեցին։ Ինձ թվաց հատակը փախչում է ոտքերիս տակից։ Դա անհնար է։ Նա սիրում է ինձ, շշնջացի ես։ Անի, Գոռը մի քայլ առաջ եկավ։ Հիշում ես, երբ ես գալիս էի ձեր տուն ու անընդհատ նայում էի քեզ։ Դու մտածում էիր, թե ես վատ աչքով եմ նայում, բայց ես նայում էի ու փնտրում էի նշաններ։ Ես փորձում էի հասկանալ, արդյոք նա արդեն սկսել է քեզ վնասել, թե ոչ։ Ես վախենում էի քեզ համար։ Ինչու՞։ Արցունքները սկսեցին հոսել աչքերիցս։ Ինչու էիր վախենում։ Գոռը խորը շունչ քաշեց եւ նրա դեմքը ցավից կծկվեց, որովհետեւ 7 տարի առաջ Արմենի կինը իմ քույրն էր։ Ես քարացա։ Արմենը ասել էր, որ նախկինում ամուսնացած չի եղել։ Քույրդ։ Այո, Գոռի ձայնը դողաց։ Նրանք ամուսնացած էին ընդամենը 2 տարի։ Մի օր քույրս պատահաբար ընկավ աստիճաններից։ Ոստիկանությունը դա դժբախտ պատահար որակեց։ Արմենը ստացավ ապահովագրությունը եւ մարեց իր այն ժամանակվա պարտքերը։ Ես միշտ կասկածում էի նրան, բայց ապացույց չունեի։ Ես մնացի նրա կողքին, ձևացրի, թե ընկերն եմ, որպեսզի մի օր բռնացնեմ նրան։ Երբ նա ամուսնացավ քեզ հետ, ես երդվեցի, որ թույլ չեմ տա նույնը կրկնվի։ Այդ պահին իմ մեջ ամեն ինչ փլուզվեց։ Այն մարդը, ում հետ ես կիսում էի անկողինս, հրեշ էր, իսկ այն մարդը, ումից ես զզվում ու վախենում էի, իմ պահապան հրեշտակն էր։ Հիմա ինչ պետք է անենք, հարցրի ես, հազիվ շնչելով։ Արի ինձ հետ, ասաց Գոռը, մենք պետք է գնանք խոհանոց։ Մենք մտանք խոհանոց։ Գոռը մոտեցավ գազի կաթսային։ Նա ցույց տվեց խողովակը։ Այն մի փոքր թուլացված էր։ Եթե ես քնեի ու պատուհանները փակ լինեին, մինչև առավոտ գազը կլցվեր տուն եւ մի փոքր կայծից ամեն ինչ կպայթեր, կամ ես պարզապես կխեղդվեի։ Նա սա արել է նախքան տնից դուրս գալը, ասաց Գոռը։ Նա սպասում է, որ լուրերը լսի։ Այդ պահին Գոռը հանեց հեռախոսը եւ զանգահարեց ոստիկանություն։ Նա արդեն ամեն ինչ պատրաստել էր։ Նա ձայնագրել էր Արմենի հեռախոսազրույցը պարտատերերի հետ, որտեղ Արմենը խոստանում էր, որ վաղը գումարը կլինի, հենց կինս մեջտեղից դուրս գա։ Երբ ոստիկանությունը եկավ եւ ձերբակալեց Արմենին քաղաքից դուրս տանող ճանապարհին, ես նստած էի մեր հյուրասենյակում, ծածկոցը փաթաթած ուսերիս։ Գոռը նստած էր իմ կողքին։ Նա այլևս սարսափելի չէր թվում։ Նրա աչքերուն էլ չկար այդ տարօրինակ փայլը։ Կար միայն հոգնածություն եւ թախիծ։ Ներիր ինձ, շշնջացի ես։ Ես մտածում էի, որ դու… Գիտեմ, ընդհատեց նա մեղմ ժպիտով։ Կարևոր չէ, թե դու ինչ էիր մտածում։ Կարևորն այն է, որ դու ողջ ես։ Ես չկարողացա փրկել քրոջս, բայց գոնե քեզ փրկեցի։ Այդ գիշեր իմ կյանքը փոխվեց։ Ես կորցրի ամուսնուս, ում սիրում էի, բայց գտա մի ճշմարտություն, որն ինձ նոր կյանք տվեց։ Եվ ամեն անգամ, երբ հիշում եմ Գոռի այն տարօրինակ հայացքները, մարմնովս սարսուր է անցնում։ Դա ոչ թե մոլագարի հայացք էր, այլ մի մարդու, ով ամեն օր նայում էր անդունդի եզրին կանգնած մեկին եւ պատրաստվում էր բռնել նրա ձեռքը։ Երբեմն այն, ինչ մեզ թվում է վտանգ, իրականում փրկություն է, իսկ այն, ինչ թվում է սեր, մահացու թակարդ։